Աս խոսքը, որ ձեզի հետ պիտի բաժնեկցեմ, սիրելի քույրեր եղբայրներ, ուղղակի գրնամ ասել, որ ես ալ մեջ են անցա, անոր համար շատ թիվ մեկ հարազատ է ինձի, եւ ալ դերը ինչպես որ դվավ Սուրբ խոսքեն հասկանալու եւ անցնելու, կուզեմ ձեզի ալ բաժնեկցել, որովհետեւ շատ վստահ եմ, որ ամեն մարդասանք բարակաները կանցնի եւ միշտ քանի որ դերոջը ջամփան գետևինք, դյուրին պիտի չլա։ Ուրեմն օրինակով պիտի սկսեմ եւ պիտի նայենք մեծամասնությամբ ծնողներ եք եւ բզդիկներ կմեցնեք եւ եթե բզդիկալ չունիք վստահ եմ տեսած եք ինչպես բզդիկներ կսորվին հեծիկ քշել, ինչպես պիտի վարժվին հեծիկով քշել։ Իմ աղջիկներս երբ որ սկսավ մեծը հեծիկ գառնես եւ գողքեն գիտես էքստրա անիվներ կան սեյֆտի որ հեծիկը կրնա բալանս ունենալ եւ կրնա շարժիլ եւ կրնա չինալ։ Եվ քանի որ ազբզդիկ անիվները գողքերը կան, բզդիկը շատ հանգիստ է ասծևով հեծիկը վարելու համար։ Եվ երբ որ ասծևով է դեր, բարդեզիտ մեջն է, հետն ես, գողքն ես, իր համար շատ լավ է անանք սորվիլ, քանի որ բաներ կան, որ իրեն կբահեն, որպեսզի կրնա շարժիլ եւ սորվիլ հեծիկը դանելու։ Բայց գիտես, բզդիկները կմեցնան եւ մինչեւ 15 տարեկան անիվներով չես գնար ցկել, որ բզդիկը երթա։ Եթե տեսնես դուրսը 15-20 տարեկան մեկ ադանիվներով հեծիկ կքշե, խնդալիք է, ասել է, որ սխալ բան մգա։ Օր մգուքա, որ կսես, գիտես աղջիկս ասինք, եկուր հանենք ասանիվները։ Հանենք, որ սորվիս ավելի ուրիշ տեսակով առաջ երթալ։ Եվ ելա եւ անիվները հանեցի։ Գիտես, բզդիկը մեկ գնստի եւ թախտի պիտի ինա։ Չկա, այլևս բաներ չկան, որ իրեն կբռնեն, հիմա ինքը որ պիտի սորվի իր հեծիկը ճիշտ ձևով դանել եւ բալանս ունենալ, որպեսզի չինա։ Եվ ինչ կնեմ, նորմալմա կամ ամեն մեկը վստահ եմ, իրեն յետևեն կբռնեմ եւ հետը կքայլեմ կամ կվազեմ, որ գամած սորվի եւ չինա։ Եվ ադեն գիտես, որպեսզի սորվի, միշտ ձեռքս հոն չեմ կնար բդդիլ իրեն հետ, գիտես։ Նորեն եթե տեսնես 20 տարեկանոց մեկը հեծիկով եւ բաբան յետևեն գվազի, նորմալ չէ։ Ուրեմն ադեն իրեն գցկեմ, բայց ինքը շատ չի տեսնար այդ բահը, բայց գշարնագե երթալ։ Երբ որ այդ բահին արդեն պիտի նա, ես հոնեմ, գվազեմ, հոսեմ աղջիկս չվախնաս։ Բաբան հոսե, բռները քեզի, շարնագե, որ սորվիս։ Ինչու պիտի ավելի սորվի։ Բաբան իրեն գսե, որ շատ ավելի սորվիր, որ հիմա բաբային հետ պետք է այլևս գիտես բակյարդին մեջը չի քշես բաբային հետ ավելի ուրիշ դեղ պիտի երթանք հեծի գնելու երբ որ ավելի բզդիկը կսորվի հեծիկը լավ քշել արդեն ֆան է իրեն համար հաճույք գառնե եւ բաբային հետ հերու պիտի երթա միասին պիտի լան հաճույք պիտի նեն հեծիկ պիտի նեն մարզանք պիտի նեն եւ հետս պիտի լա հիմա չեմ գնար բզդիկից դանել քանի չէ սորված դեր աչափը Դեր պետք ունի, որ բաբան բռնե յետևեն եւ քայլե կամ վազեմ, ինչեւ որ սորվի։ Ուրեմն գուզեմ դերոջ շնորհքով աս հատվածը եկեք դեղավորենք ուրիշ հատվածի մեջ, որ Սուրբ Գիրքեն է։ Գտնվի ուրեմն Մատթեոս ավետարանի մեջ 14-րդ գլուխ 22 համարը պիտի գարտամ եւ հետո 26-27 ասի հատ հատվածն է, որբիսի ամեն հատվածը չգարտանք, շատ երկայն է։ Ուրեմն այդ հատվածն է, որ Հիսուս 5 հացը բազմացուց, ծուգերը բազմացուց, ժողովուրդը գերան, գշտացան, ինչ լավ աշակերտները գսեն հաց չիգա մեկ շատ հաց կդառնա եւ մարդիկ գուտեն կգշտանան, անգեց վերջ 22-րդ համարը, ուրեմն աս համարի մեջ, Մատթեոսի մեջ, գսե Հիսուս աշակերտները արդորցուց, որ նավը մտնեն եւ իր մե առաջ անդի կողմը անցնին, մինչեւ ինք ժողովուրդը արձակե։ Հստակ է, որ Հիսուս է, որ իրենց գղրգեն ավագին մեջ գսե գացեք մյուս կողմը։ Շատ հստակ է, խոսք չունենք ասոր համար։ Ուրեմն աշակերտներուն գղրգե, բայց ինքը իրենց հետ չերտար, հետաքրքիր է։ Եվ գսե գացեք մյուս կողմը։ Եվ ինչ կբադահի, մեկ ձովին մեջ մեծ փոթորիկ գելն է։ Վստահ եմ լավ գիտեք աս հատվածը։ Մեծ փոթորիկ գելն է եւ մեծ ալեգոցության մեջ կմտնան աշակերտները վախի մեջ եւ այլն Հիսուս հետները չէ ինչ լավ էր քիչի գարաջ ջաշ կերանք հացը գա ջուրը գա ամեն բան լավ է Հիսուս հոսը վախ չգա մեկ Հիսուս գահանե իրենց կդներ փոթորիկին մեջ
Եվ ինչ որ գբադահի, երբ որ խառնված են աշակերտները 25-րդ համարի մեջ Մատթեոս գսե գիշերվա 4-րդ բահուն Հիսուս դեպի նավը գնաց, ծովում վրա քայլելով, եւ աշակերտները տեսան ծովում վրա գքայլեր, խռովեցան եւ կարծեցին, որ աչքի երևույթ է։ Վախնալով աղաղակեցին։ Հիսուս խոսեցավ անոնց եւ ասավ. «Քաջ եղեք, ես եմ, մի վախնակ»։ Հետաքրքիր է։ Հիսուս գուքա իրենք փոթորիկի մեջն են, լավ ինչու իրենց գտնեած փոթորիկին մեջ, ինչ լավ էր կյանքը։ Իրենց դրավ փոթորիկին մեջ եւ իրենց ասավ կացեք մյուս կողմը։ Բայց մեկ, երբ որ աշակերտները գործվելիք են եւ Հիսուս չի գա, մեկ դեղեմը Հիսուս կհայտնվի, որ գարելի ամենեն վերջին դեղն էր, որ աշակերտը գրնար պատկերացնել, որ Հիսուս անդեղեն պիտի գա։ Մտքե չանցնիր, որ հիմա մեկը ջուրի վրան քայլելով պիտի գա։ Մտքե չանցնիր, որ պիտի գա, բայց գուքա։ Աչափ դարօրինակ էր, որ գսե գարձեցին աչքերնուն գերևի, բայց ոչ, Հիսուս իրական էր եւ իրենց ասավ. «Մի վախնակ, ես եմ»։ Մի վախնակ, ես եմ։ Օրինակը ինչ էր ուրեմն։ Ինչպես էր։ Ասի որ աղջիկից գսորվեցնեմ, որ երթա։ Հիսուս արավ իրենց դրավ հեծիգիմը վրան, ձևով մը պատկերացուցեք ասձևով ասեմ, հիմա իրենց գսե սորվեցեք հիմա քիչմը։ Այն ադենին, երբ որ իրենք գարձեցին, որ ջուրը պիտի խեղտե, պիտի խեղտվինք, այն ադենն է, որ Հիսուս հոնե իրենց գսե, հեյ, հոսեմ մի վախնակ։ Հոսեմ մի վախնակ։ Եվ գուքա անդեղեն, որ չես պատկերացնել, գրնաս պատկերացնել բզդիգի մը սկացմունքները երեսը, երբ որ պիտի ինա, բաբային չի տեսնար, արջևը չէ, ետևն է բաբան, բայց երբ որ գինա ձերք մը գա, որ իրեն կպրնե և իրեն գսե մի վախնար, հիմա նույն ձերքը իրենց համար հոգ կնե, ինչպես երկին մեջը տեսակ, գսե, երբ որ դուն ինգար, ինձի համար մտահոգված էիր, Հիսուս մտահոգված էր ինձի համար, մտահոգված է, ասի բարապ օրինակ չէ, կամ ասպես ուղագի չէ գրված է, որ մենք գիտնանք, որ մենք տեսնանք, ինչպես Հիսուս այո դրավ իրենց փոթորիկին մեջ, սորվեցուց իրենց երթալ փոթորիկի մեջ, որպեսզի տեսնան եւ հասկանան եւ ջանչնան այդ Հիսուսը, որ գրնա իրենց միտքեն ալ շատ ավելի բարձր դեղեն, իրենց գալ։ Հեչ դարբեր չէ մեր կյանքեն։ Գիտես, դերը շատ մտեղեր մեզի կհասցնե, շատ մտեղեր ինձի և քեզի կհրե, որ երթանք։ Գուզեմ քեզի հարցնել, դուն քեզի եթե աշակերտ գսեբես և ես, կամ եթե չես գրնաս ըլալ, պիտի վստահ ըլաս, որ դերն է, որ քեզի ղրգեր է, պիտի գրնաս վստահ ըլալ, ինչի մեջ որ գանցնիս, դերը գուզե որ անցնիս։ Դերը գուզե որ անցնիս, որ տեսնաս Հիսուսին իրական ըլալը, որ տեսնաս Հիսուս ինչ ձևով գրնա քեզի մոտենալ։ Հաջորդ օրինակը, որ գուզեմ միասին նայինք, նորեն օրինակով մը սկսենք։ Աս օրինակը ին վրա սարդեմ, պատկերացնենք, որ ակսիդան ունեցա, և ակսիդանը զորավոր էր, և հիվանդանոց կգտնվիմ, և ոտքերս է, որ վնասված են։ Ուրեմն շատ կեշ է ակսիդանը, ուրեմն ամբուլանսը ինձի հաշվե, որ հասուցեր է General հիվանդանոցը, որ ամենեն մոդն էր։ Եվ գիտես, ես լավ կհասկնամ, գիտակցին, որ վիճակս շատ լավ չէ, ուրեմն գաջաբարեմ, որ գիտես միտքից մեջ անհանգիստ եմ, որ հասնիմ հիվանդանոց, որ չլա ոտքերս գործընծնեմ, որ չլա մերնիմ կամ որևէ բան, գիտես ես դանչանքի մեջ եմ, բայց գիտես ամբուլանսը ժամանակը պիտի առնե, պիտի քշե եւ այլն, հասավ հիվանդանոց եւ իչափալ որ ես գաջաբարեմ, դոկտորները պետք ունին քննություն մնելու, պետք ունին տեսնալու, պետք ունին հասկանալու ինչ կբադահի։ Երկայն բարակ քննություններ կդրվին եւ ես հույսով եմ, որ operation-ը պիտի լա, լավ պիտի լա։ Մեկ ինձ գսեն, որ ներողություն, բայց ոտքերդ պիտի գործընծնես, ոտքերդ պիտի կդրվին։ Գրնաս պատկերացնել մարդ մը ինչ վիճակի մեջ գրնա հասնել, գսեն մերած է ոտքերդ, չեն գրնար ետ շտգել։ Եվ ինչ պատկերացուր, որ ես աս վիճակի մեջ
ուր հասեր եմ, կարծես կյանքը կվերջանա ինձի համար, հիվանդանոցը ասինք, որ general հիվանդանոց էր պատկերացնենք, մեկ specialist մգանչած են, որ ոտքերու մասնակետ է։ Քանի վայրկյան վերջ կմտնա ներս, ինձի գսե, հեյ մի վախնար, ոտքերդ գրնան ապրիլ ապրեշնը վերջ։ Վաու, ինչ սկացմունք է ասիգա։ Ինձի գսե, որ հեյ ապրեշն ընենքն է, ոտքերդ չես գործընցներ, ես specialist-ն եմ։ Գիտեք, երբ որ ասիգա գսե, բայց ոտքերս չի պուժվեցան տեր, ասոր ետևը տեր գործողություն գա, երբ որ գործողության գտանին, ինչապալ, որ ես տեր աջաբարանքի մեջ եմ, որ շուդովը լա, գիտես անեստեզիստը կա, որ կբարգեցնեն մարդը առաջ, որ գործողություն ընեն։ Քեզի արթուն երբեք գործողություն չեն ընել, գամար էկրանը չեն տներ, որ դիտես ինչպես քեզի գնեն։ Չեմ գիտեր մեկը, եթե անի գտեսնա, կբարգեցնեն, շատերը ունեցած եք, ես ալ վերջերս ապրեշն ունեցա։ Քեզի դոզը կուտան, աչապ, քու մարմնիդ, քու կարողությանը չապ, որ մինչև սկայարաններդ, մինչև որ տուն գենաս, աչկերդ կոծվին, միտքդ գենա, չսկաս ինչ կբադայի անտեղը։ Ինչի համար գնեն ասի, որ տուն առողջանաս, որ ես առողջանամ, որ ոտքերս չի գործընցնեմ, բայց պետք է, որ ես բարգիմ, պետք է, որ ընդունիմ ադի, որ բարգիմ, որ դոկտորը գնա աշխատիլ, հաշվե, որ ցավեցնելով է ինձի գնեն, ինչ որ գնեն, ինչ կբադայի, բիտ բորան, բիտ գանչեմ, բիտ խանքարեմ, հեչ բան բիտ չի բիդի գնա աշխատիլ դոկտորը, պետք է, որ բարգիմ։ Մարգոս ավետարանի մեջ 5-րդ գլուխ 22-րդ համարը, նորեն ասպես ձանոտ և քաջատեղյակ հատվածն է, Հայրոսին մասին է պատմությունը։ Նորեն հետաքրքիր ձևով Հայրոս հարուստ մարդ մներ, Հիսուսի գուքա գսե, որ գիտես աղջիկս, նայեցեք առաջին համարը, որ գսվի գուզեմ ուշադրություն ընենք, ըսավ, որ իմ աղջիկս մեռնելու մոտ է, եկուր ձեռքը տանոր վրանտիր, որպիսի ազատի և ապրի, 22-23 համարներն էր ասիգա, և 35 և 36-ը բիդի կանք, պատմությունը գսե, որ Հիսուս գնաց, բայց մեկ գիտես Հայրոս ասպես աղջիկը չէ մեռած, գիտե որ հույս կա տեր, աղջիկը տեր չէ մեռած, և աս բարակային, ինչպես հովիվը գսե, մաքուր հայերենով, թերսի պես, ուրեմն աս ճիշտ հագարակ բարակային գին մգուքա և կտպնա իր հակուստին և Հիսուս կգենա, մեծ խոսակցություն կսկսի, Հայրոսին աջաբարել է և աս գինին կալը, Ճիշտ հեչ գապ չունի, ուրեմն գգենա, ով էր, ինչ էր, ինչու տբար, բատմ է և այլն, Հայրոս անդեղ գմերնի, որ Հիսուս կա շուդր է, տեր չէ մերած աղջիկս։ Հայրոսին միտքին մեջ խեղջին, միայն մեկ բան կար, որ չլա, որ աղջիկս մերնի, եթե աղջիկս մերնի, ուշ է։ Բայց գարձես մեր Հիսուս շատ հանգիստ ձևով, գուզե որ ադի բադահի գարձես թե, և Անշուշտ միցև այս խոսակցություններուն մեջ գինը կպժշկվի, Հայրոսին աչքին առաջ հրաշք մը կբադայի և ճիշտ նույն ժամանակ գսե ժողովրդապետի տունեն մարդիկ եկան 35-36 համարներու մեջ, երբ դերին գխոսեր, այսինք Հիսուս, ժողովրդապետի տունեն ոմանք եկան ու ըսին, աղջիկդ մերավ, ալ ինչու վարդապետը գհոգնեցնես։ Եվ ճիշտ նույն ժամանակ Հիսուս ըսված խոսքը լսելուն պես, ոչ Հիսուսի սին, ոչ ալ, եկան Հայրոսի սին, բայց Հիսուս հոն է, Հիսուս գլսե։ Իրեն ըսավ, որ, ինչ ըսավ, մի վախնար, միայն հավատա։ Վաու։ Հայրոսը ալ չի գա, օթերուն մեջն է, չեմ գիտեր, մահվան լուրը լսեց, որ մեզ շատ գվախնար, և մեկ իրեն գսեն, որ մի վախնար, միայն հավատա։ Անոր հագարակ եկողները եկեր են և Հայրոսի գսեն, որ վարդապետին մի հոգնեցներ, ժամանակդ մի վատներ վերջացավ, ինչի որ գսպասեիր, ալ ուշ է անոր հասնելու։ Քեզի հարցնեմ սիրելի քուր եղբայր, քու գիծած աստվածդ հոգնող աստված մնե, վարդապետ մնե, որ գհոգնի լսելու համար։ Եսայա 40-րդ գլուխի մեջ
28-րդ համարը նայեցեք ինչ կսե։ Միթե չգիտար կամ չլսեցիր, թե հավիտենական Աստվածը Եհովան երկրի ծայրերու ստեղծիչը չի թուլնար եւ չի հոգնիր, անոր իմաստություննալ չի քննվիր։ Ով է որ գուքա քեզի գսե որ քու Աստվածդ մի հոգնեցներ ուշ է քեզի համար։ Ով կա։ Դրացիս քուր եղբայրս Քավլիցի ոչ Սատանան Մեր տշնամին մեկ հատ է, անի Սատանան է, որ քեզի պիտի կա, պիտի սեղմես է, ուշ է քեզի համար։ Քեզի համար հույս չկա այլևս։ Քեզի համար դարբերակ չկա, մահ բադայրը, ինչ պետք ունիս հոգնեցնելու համար։ Ադի միայն Սատանան է, որ ադի գպերը քու մտքերուդ մեջ։ Այո, բարակայի արչև ենք, ինչպես որոսի դժվարության արչև ենք, եւ ես ալա դժվարությունեն եւ օրգանցնեի, Սատանան մեկ բան ունի քեզի միայն ասելու։ Ուշ է քեզի համար։ Փոթորիկը շատ է քեզի համար։ Նայե, ամեն կողմ փոթորիկ է։ Ուր է քո Հիսուսդ։ Ուր գնաց տեսնալ Հիսուսը։ Ինչպես գնա Հիսուս հիմա քեզի կալ։ Ջուր է ամեն կողմ։ Ինչպես գնաց տեսնել Հիսուսին եւ դեռ հույս ունես որ բան մը գնա բադայել քեզի։ Հիսուս անդեղը գսե մի վախնար, միայն հավատա։ Խեղճ հայրոս, ինչի պիտի հավատա, որու պիտի հավատա, ինչպես պիտի հավատա, լսվեր է, որ մերած բանը ետ գելն է։ Վավ, Հիսուս պայց իրեն գսե մի վախնար հավատա, երկու խոսք։ Գիտեք սիրելի քուրեր եղբայրներ, աս բարականերուն մեջ, որ գրնանք ամենուց գտնվիլ, լա մեծ, լա բզդիկ դժվարություն, եւ այսօր ամեն մարդ ունի այդ դժվարությունը իր միտքին մեջ, իր կյանքին մեջ, կարելի այսօր արդու արդեն ունեցար այդ դժվարությունը, կամ նեղությունը, կամ ինչ որ գրնա միտքիդ մեջ անցնել, արդեն աշխարհը բաց թիվին նեղությունը վրա է։ Երբ որ գբադայի ասենք հայկական լուրերը գառնեմ, եւ ալ չեմ ուզեր առնել, եւ ալ չեմ ալ փորձեր առնելու, շատ կպարգացնեն ինձ, նեղություն, դժվարություն կա ամենտեղ։ Չեմ խոսիր աստեղեն, որ ասպես դուրին, գիտես ինչ կա դժվար է, բայց նա Հիսուս գսե որ կնա հավատա, մի վախնար լավ գլա քեզի։ No։ Գուզեմ որ միասին իսկապես նայինք դեղը, որ Հիսուս գուզե մատը տնել եւ հասկանանք միասին եւ ապրենք միասին։ Որովհետև երբ որ ես գանցնեի այդ դժվարության մեջ, ճիշտ ադոր միադեղ հարության պաշտամունքը գար։ Հալելույա։ Գուզեմ քեզի հարցնել, հարության պաշտամունքը, զադիգին պաշտամունքը վերջացավ քեզի համար։ Հարությունը դարին մեկ անգամ է որ գլացվի։ Հարությունը գնաց, հիշեցինք անցավ, քեզի ասեմ ոչ։ Եթե հարությունը անպես լար, մենք ալ մուսուլմաններեն շատ դարբեր չէին գլար։ Բայց այսօր նույն Քրիստոսը գաբրի քանց թե հարության օրը եւ այսօր դեր մեր մեջն է եւ պիտի լա եւ հավիճան մեզի հետ պիտի լա։ Անոր համար է որ ես եւ դուն, երբ որ բարական ունենք, երբ որ օրինագին պես, երբ որ ինձի գուքան ինձի գսեն որ ոտքերդ գնաց, գործընծնես որ, բայց մեկ են մեկ, գբադահի որ մեկը գա, որ ինձի գսե ոչ մի վախնար, թեր գաբրին գործողության պետք ունիս։ Գործողության եթե պետք ունիմ, շուտր է, շուտով է, ես գաջապարեմ, որ հայրոսին պես, շուտով է, շուտով է չէ, ոչ, ծև գա, պետք է բարգիս, պետք է թատրիս, պետք է գենաս, եւ պետք է վստահիս, որ այդ դոկտորը, որ քեզի ըսավ, որ ոտքերդ բիչի գործընծնես, բիդի բարգիս, բիդի չի խանգարես, մինչև որ գործողությունը վերջանա։ Եթե գործողությունը չի վերջանա դոկտորին ուզած ձևով, այո գրնալալ, որ ոտքերդ նորեն կգործընծնես։ Բայց քանի որ պետք ունին, որ տուն թատրիս, որ տուն սորվիս գենալ եւ տեսնաս այդ Հիսուսը, որ քեզի գսե, մի վախնար, հավատա։ Դոկտորը ինձի գսե մի վախնար հավատա, որ չես գործընծներ, գուզես հավատալ։ Ուրեմն հիմա էլ Հիսուս գսե մի վախնար հավատա։ Սիրելի քուրեր եղբայրներ, երկու օրինակ, երկու ձև, որին մեջ ինչ նույնությունը ինչ է։ Հրաշքը կբադահի առաջ որ
նեղության մատնվին, երկու տեղնալ 5000-ի մարդիկը գերան գշտացան, աղջիկը կբժշկվի հայրոսին աշկին արջև, հրաշքը հոն է, բայց աս ճիշտ աս լավ բարականերեն վերջ, փոթորիկը կսկսի, և ճիշտ աս բարականերեն վերջ, փոթորիկներեն վերջ, ուրիշ հրաշքներ կբադային, երբ որ մյուս ափը կհասնին, դիվահարը կբժշկվի, երբ որ հայրոսին տունը հասնին, աղջիկը վեր գելն է, և ուրիշ բան մնա լսեմ ձեզի, երբ որ Հիսուս հասավ հայրոսին տուն, ասավ, աղջիկը քնացած է, գնանք հավատալ, երբ որ Հիսուս հայրոսին ասավ, մի վախնար հավատա, այն ադեն աղջիկը արդեն առողջ էր, միայն կբարգեր, որ մեկը լուրջ չուներ կարելի, դերոջը խոսքը գնա ամեն բան անել, ուրեմն աս երկու բարականերին մեջ, գենտրոնը այսօրվան, որ բատկամին ճիշտ գենտրոնը, որ գուզեմ ամենից վրան գենտրոնանանք, ուրեմն ճիշտ կբադայի երկու հրաշքներուն մեջ, այդ հրաշքները չեն, այդ ինչ որ բադայցավ անոնք չեն, ինչ որ հրաշք է աստեղը, որ դեր ինձի դվավ, որ ես ալադոր մեջ են անձնիմ, ան է որ գսե, մի վախնար հավատա հայրոսին, և մյուսին, որ մի վախնակ ես եմ, եկեք միասին տնենք աս երկու խոսքը, մի վախնար հավատա, որովհետև ես եմ, որովհետև ես եմ, ուր որ ես, ինչպես որ ես, Հիսուս քեզի բարակային մեջ քեզի է և գսե, մի վախնար հավատա, որովհետև ես եմ, հոս է ճիշտ հրաշքը, աս հրաշքը եթե գրնաս ապրիլ, հեծիկին օրինագին բես, բիդի սորվիս հոգևոր գյանքը հաջույքով ապրիլ, բիդի սորվիս բաբային հետ հերու երթալ, քու երգնավոր բաբատ քեզի ավելի հերու բիդի գրնա դանիլ։ Բիդի սորվիս դեսնել, որ այդ զովուն մեջ, երբ որ մութ է, գիշերվա չորրորդ բահուն մեջ լույս մգա, այդ թիվերուն մեկ այդ ջրակմը, հեչ բան չի գար զովուն մեջ, մեկ են մեկ գսեն դեսան Հիսուսի, ինչպես դեսան այդ մութին մեջ, քեզի վստահեցնեմ, որ Հիսուս երբ որ քեզի գուքա, գարանտի բիդի դեսնես իրեն, բիդի դեսնես, որ ինքը քեզի գուքա, բայց մինչև որ քեզի հասնի, ժամանակ գարնե որ հասնի, աշակերտները աղաղագեցին, Հիսուսի գաղաղագես, Հիսուսի գբորած գսես դեր քեզի պետք ունեմ, ինչապալ որ վաղցեր ես գարելի, ինչապալ որ այո դժվարությունը քեզի կնեղացնե, ինչապալ որ ասինքն գսես որ ուր է աս հարցին լուծումը, ուր է պատասխանը, հրաշքին պատասխանը աս է, մի վախնար հավատա որ ես եմ, Հովանու 11 և ինչ գրված է Հովանու ավետարան, ուրեմն 11-րդ գլուխի մեջ, գսե, ես եմ, երբ որ Մարթային և Մայրամին գխոսեր, ես եմ հարությունն ու գյանքը, ինչպես որ ասենք, հարությունը չի վերջացավ, հարությունը կգործե քու բարակայիդ մեջ, երբ որ սատանան, քու դժվարությանդ մեջ սատանան գսե, որ ասպես է, մնացիր բարակայիդ մեջ, հույս չգա քեզի համար, նեղվիր, դանչվիր, մի աղոթեր, պատասխան չի գա, մի մխիթարվիր, բան մը չպիտի լա քեզի, ոչ, դերը գսե, ես հարությունն ու գյանքն եմ, եթե հարությունը քեզի համար մնացեր է միայն զադիգի բաշտամունքին մեջ, շատ դժվար պիտի լա քեզի համար, ինչպես որսի աղջիկիս համար շատ դժվար պիտի լա առանց ադանիվներուն քշել իրեն համար շատ նեղություն է, որտև ամեն անգամ պիտի ինա, իրեն համար վերջն է, բայց ես շատ լավ գիտեմ ինչպես գաշխատի, չէ, դու որ ծնող ես, experience ունես, փորձառություն ունես ինչպես գաշխատի արի, աղջիկը ինչապ էլ որ նեղվի, լա, բորագան չէ, վերջնականապես կուզես որ սորվի, ինչապ էլ որ ես լամ, բորամ գանչեմ, եթե ինքս գվստահին, որ դերոջ աշակերտն եմ, դերը գուզե որ քեզի տնել գենտրոնին մեջ, աս հրաշքը, որ in between, գսենք, մեջտեղը գպադահի, որ ես գրնամ սորվիլ, որ ջանչնամ, որ ով է, որ ինձի գուքա, որ գրնամ վստահիլ, որ եթե իր ձերքը,
ինձի տպնա, ես պիտի չգործընծնեմ որևէ բան։ Դերն է որ քեզի կտանի, քանի որ գսե ես եմ։ Ինչպես հարության զորությունը պիտի հասկանանք, ինչպես պիտի գրնանք այս հարությունը մեր կյանքերուն մեջ դնել, ինչպես պիտի գրնամ ես իմ բարակայից դժվարությանս մեջ դեղավորել հարությունը, որ ես ալ գրնամ սորվիլ ճանչնալ դերը։ Եթե աս փոթորիկը կամ դժվարությունը չգրնաս անցնել, նորեն գսեմ, շատ դժվար պիտի լա քեզի, քաշ տալուն պես պիտի լա, հոգևոր կյանքը դառնություն պիտի դառնա քեզի համար, որտեղ պիտի չկարողություն չունենաս տեսնելու դերը, դերը որ Գաբրի, դերը որ այսօր երեք հավիճան նույնն է։ Գարտանք Հռոմեացիս 8 եւ 11-րդ գլուխը։ Ներողություն։ 11-րդ համարը մեզի գսե իսկ եթե Հիսուս մերելներեն հարուցանողին հոգին ձեր մեջ բնակած է, ուրեմն անիկա որ Քրիստոս մերելներեն հարուցանեց, պիտի կենթանացրեց ձեր մահկանացու մարմիններն ալ իր հոգիով, որ ձեր մեջ կբնակի։ Եվ երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 7-րդ համարը գսե Աստված մեզի երկչոտության հոգի չի տվավ, հապա զորության, սիրո եւ զգաստության։ Ինչ որ մեզի դարբեր կնե ամեն գրոնքներ են, ինչ որ մենք ունենք մեր մեջը, որ ուրիշ հեչ մեկը չունի, եթե Հիսուս չունի, ադի Սուրբ Հոգին զորությունն է, որ մեր մեջ դրված է այսօր։ Սուրբ Հոգին է, որ քեզի պիտի զորությունը դա հասկանալու ինչ է հարությունը։ Հարությունը գսե զորություն գա հարության մեջը։ Ինչ զորություն գա, երբ որ հարությունը գբադայի, Սուրբ Հոգին Հիսուսին գբադրե գերեզմանին դուրերը, գբադրե մահվան գաբերը եւ անդեղեն Հիսուսը վեր գհանե։ Ասի Սուրբ Հոգին է, որ գրված է 8:11-ի մեջ Հռոմեացիս։ Հիսուս հարուցանող հոգին գնաս Երևակայել, նույն հոգին քո մեջը Աստված գտնե։ Աս նույն հոգին գրնա քեզի, աս դժվարության մեջ քեզի խոսիլ եւ ասել, որ ես եկած եմ, որ դու երկչոտ չլաս, վախկոտ չլաս, որ դու սիրով լաս եւ ըսկաս տլաս, ասի գրված է երկրորդ Տիմոթեոսի մեջ։ Ասի նույն հոգին է, որ քեզի պիտի լեցնե, որ աս բատկամ միայն չմնա քու մտքիդ մեջ, որ ասես, գիտես, այո, լավ է, բատկամը լավ է, բայց իմ դժվարությունս դարբեր է կարելի։ Չէ, այսօր օրն է, որ ես եւ տուն շատ ավելի խորունկ ձևով, պրակտիկ ձևով գրնանք հասկանալ, որ ինչի մեջ որ ես գրնամ գտնվել կամ եմ այսօր, քու Աստվածդ որ չի հոգնիր եւ չի թուլանար, անպես գրված է իրեն համար, գսե մի վախնար, քանի որ ես եմ։ Մի վախնար, քանի որ ես եմ։ Ջամփան, ճշմարտությունը եւ կյանքը եւ լեցուն նոր գտագարանի մեջ պիտի տեսնած, որ ես եմ։ Որ դերը քեզի գրնա այդ Սուրբ Հոգին ադոր մեջ տանել, որ տեսնաս, որ այս խոսքը, երբ որ գսենք իրական դառնա քեզի համար, բարակայիդ մեջ Սուրբ Հոգին գրնա դարձնել քեզի եւ գրնա սորվիլ։ Օրինակները անոր համար դվի, որ հասկանանք, որ ինչպես պիտի սորվինք մեր բաբային հետ քայլել։ Հաշվե, որ իմ աղջիկս չուզե երբեք ադինել։ Եվ երբեք ալ հետի քշել պիտի չսորվե։ Հաշվե, որ ես սպեշալիստին ասեմ, ոչ, քեզի չեմ վստահիր։ Ոտքերս պիտի գործվին։ Գիտեք, Հայրոսը ինչապալ, որ իր բարակային մեջ թաղված էր, բայց երբ որ Հիսուսի խոսքը եկավ ասավ, մի վախնար հաբա հավատա, կարծես Հայրոս գեցավ, ամեն բան գեցավ։ Այդ գիտես բարգեցնող անաստազիստին պես Հայրոսին դարավ միջև անտեղը, որ Հայրոսը գենա իր ամեն մտածմունքներեն, completely գենա։
Եվ տեսնա անգեց վերջ ինչպես Աստված գաշխատի, ինչպես Հիսուսը պիտի երթա եւ իր գործը պիտի նե շատ ավելի հեռուն քան թե հայրոց կպատկերացներ։ Մենք գիտեք ամեն իսալ, եսալ, երբ որ բարական գա, ամենեն արագ ձևով, ամենեն գարջ ձևով գչափենք բարական եւ գսենք ասպես լա կամ այնպես պատայի կամ աս ձևով պատայի։ Եսայա 40:28-ին վերջավորությունը եթե լսեցիք, ասավ մեր Աստվածը չի քննվիր։ Ուրիշ տեղ մը գսե ես մարդ չեմ եւ մարդու պես չեմ մտածեր։ Բայց մեկ բան վստահ եմ Սուրբ Գիրքեն, երբ որ կգարթամ եւ կհասկանամ, հուսամ վստահ եմ ամեն իդալ, որ Աստված գնայի հավիտենականը։ Մենք չենք գնար տեսնել հավիտենականը։ Աղջիկիս օրինակին պես ես գրնամ տեսնել ինչ պիտի լասինելով, աս վարժությունները կամ փորձելով։ Աղջիկը չի գնար ադի տեսնել, իրեն համար արդեն այդ բահը դժվար է։ Մենք ալ բզդիգի պես ենք Աստծո։ Մենք ալ չենք տեսներ այդ հերուն շատ ավելի, բայց դերը գուզե որ մենք գլանք։ Բայց դերոջը նպատակն է, որ մենք չգործընծնենք բաներ։ Դերոջը նպատակն է, որ մեր ագանջը չի գախվի Սատանային կամ սատանայի միջոցներով բերածներուն։ Սատանան գսե վարդապետը մի հոգնեցներ, Եսայա 40:28 մեզի գսե որ չի հոգնիր։ Ասել է որ մեծ սդախոս մնե։ Քեզի ամեն սուտ գրնա ասել։ Քեզի ամեն բարակա գբերե որ այո իրականությունը կարելի կտեսնվի անանք։ Բայց սուտ է վերջնականը, քանի որ մեր Աստվածը շատ ավելին գրանել։ Քու Աստվածդ դուփի մեջ չէ։ Քու Աստվածդ երկինքի մեջ կբնակի։ Եվ քու Աստվածդ, որ երկինքի մեջ կբնակի, Սուրբ Օքին տված է քեզի, ոչ թե հոնգեցել է եւ գսե, օքեյ, հիմա նայեցեք ինչ պիտի նեք։ Աշակերտներուն քիչ մը չեմ մեղադրել։ Սուրբ Օքին չի գար այնադեն։ Քիչ մը իրավունք ունեին վախնալու։ Բայց օրինակը դրված է եւ ցույց կուտա մեզի, որ այսօր Տերը Սուրբ Օքիով ներկա է քու հետդ։ Սուրբ Օքին, որ մերելները գերեզմանը բادرեց, Հիսուսը հանեց, հարություն տվավ, գուզե որ այդ հարությունը չվերջանա քեզի համար։ Մերած բաներու վրա, որ աչքդ ուշադրությունը չի մնա։ Մերած բաներուն, երբ որ նայիս, սպասես գերեզմանի քարի առջև, մեկը կելնե քեզի պատասխան կուտա։ Ոչ։ Բայց եթե նայիս դերոջը, որ հարություն արած է եւ կսպասե որ դուն իրեն նայիս, անգեց պատասխան կա քեզի։ Քեզի պիտի մնա որ դուն ասգենդրոնին մեջ սորվիս, աս հրաշքները ապրիլ։ Մինչև որ այո լավ էր աշակերտներուն համար, գերան խմեցին ինչ լավ։ Եվ մեկ դժվարություն կա, բայց հետո նորեն կշարունակվի ածևով։ Դերնալ քեզի շատ լավ է, բաներ կա, ավոր գերթա, մեկ գսկաս, որ գարձես աշխարը գլխուտ պիտի փլի քեզի համար, ամեն բան հագարակ գերթա քեզի, աներ որ կպատահեր իրենց համար, սիրելիներ, բայց դերը հոն ներկա է, եւ իր Սուրբ Օքին մեզի համար տրված է, որ մենք գրնանք, վստահիլ, որ հարությունը ապրենք, ոչ միայն զադիգին, ամեն օր, Գաղատացիս 2:20-ը պատվելին անցյալ անգամ բերավ։ Ինչ էր այդ խոսքը գսե, հիմա ոչ թե ես գաբրիմ, ապա Քրիստոս է որ գաբրի իմ մեջս։ Ինչպես Սուրբ Օքիով, որ ձեր մեջ կբնակի եւ ցեզի հետ պիտի լավիցան։ Օրինակ մը պիտի տամ եւ պիտի վերջացնենք։ Գիտեք, Ծննդոց 39 գլուխի մեջ խոսված է Հովսեփին մասին։ Ինչպես Հովսեփը ձախվեցավ Եգիպտոս, Եվ Եգիպտոսեն, երբ որ այդ դիրոջը դունին մեջն ես, պետապրեսեր անունը, եւ իրեն արջև շնորհ կդավ, եւ իրեն դունին կառավարիչը եղավ։ Ինչ լավ։ Հովսեփը կարծեց գարելի, որ this is it, եղավ։ Դեսար ինչ էր, իրենք ինձ ձախեցին, դες ուր հասա։ Խեղճ Հովսեփը անմիտ, անմեղատրելի ձևով, հստակ ձևով գործը շատ լավ առաջ կտաներ, մեկ գմտնա փորձության մեջ։ Եվ բան մեջ երած։ Գարձես փորձությունը իրեն փագավ։ Գիտես, Աստված է որ հրեց, Աստված է որ գուզե որ
դեսիլքին մեջ Հովսեփը հասնի, ուր որ պետք է հասնի։ Աստված գուզե, որ ուր որ պետք է հասնիս, հոն հասնիս։ Եվ նորեն Հովսեփին գարնեն բանտի մեջ կտնեն։ Ծննդոցը գնայի բանտին մեջ գսե Հովսեփ բանտին մեջներ, ասպես քիչիկ բանով գրված է։ Նոր գդականին մեջ դեղ մգա, որ արագ միտքս չի կար գսե Հովսեփին բանտի մեջ սեղմեցին գաբերով։ Այն ադենվա բանտերը այսօրվան բեշ չեն։ Անանք մեկ մգի չարչարեին որ։ Գրնաս Երևակայել Հովսեփը գչարչարվի հեչ բանի համար։ Հեչ բանի համար։ Բայց քանի որ վստահած է Աստծուն, որ իրեն երազ եւ դեսիլք տված է, ուր որ իրեն պիտի դանի, երկար ժամանակ մը վերջ, որ նոր Աստված իրեն վեր գհանե։ Սիրելի քույր եղբայր, կուզեմ քեզի քաչալերել Հիսուսի անունով, որ գրնաս տեսնել Հիսուս Քրիստոսը ճիշտ ու բարակայիտ մեջ, որ քեզի գսե մի վախնար, հավատա ես եմ, ուրիշ մեկը չէ, որ քեզի հոսպերած է, ուրիշ մեկը չէ, որ գտիդե եւ թույլ գուտա, որ բադահի քեզի համար։ Պիտի բադահի, որ ես սորվիմ, որ ես ջանչնամ տեսնել իրական հրաշքը, որ ինձի համար գբադահի ճիշտ այն ադենը։ Փարավորվի դերը։ Եկեք աղոթք մնենք եւ երկով մը պիտի վերջացնենք։ Մինչ այն ադեն խումբը, եթե կարելի է վեր կա փարապանության։ Փառք ես Տեր, շնորհակալ ենք սիրելի Աստված Հիսուսի անունով, որ երբեք մեզի չես ցկած Հայր։ Ամեն մեկ քուր եղբորս համար Տեր գաղաչեմ, որ այսօրվան խոսքը իրական դառնա Տեր։ Այդ բարակաները, որ մենք գանցնենք, կամ անցած են, կամ պիտի անցնենք Տեր, կարողանանք տեսնել Տեր քո փառավոր ձեռքը Սուրբ Օքիով, որ գեցած ես եւ գսես ես եմ մի վախնակ, որ ունիս իշխանությունը Տեր Աստված, ունիս ամեն քոնտրոլ Տեր, քո ձեռքիդ կպատկանի ամեն բան Տեր, քեզի կպատկանի Տեր ամեն զորություն եւ իշխանություն Տեր, եւ մերելներեն հարուցանողին հոգին Տեր, այսօր մեր մեջ կբնակի, փառք ես Տեր, եւ թող փառավորվի քո սուրբ անունը Տեր, հիմա եւ միշտ եւ հավիտյան, ամեն։